Հայաստանի Հանրապետության կառավարությունը $100,000 է ծախսել հերթական անհաջող պայմանագրի վրա և հերթական անգամ Հարմոնիա տեղեկատվական համակարգերի և կրթության զարգացման հիմնադրամի հետ։ Այն ընկերության, ում հետ արդեն ուներ երկու ձախողված նախագիծ։ Հետքը հայտնում է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2020 թվականին որոշել էր վարկային ծրագրով ստեղծել էլեկտրոնային հավատարմագրման համակարգ։ Պայմանագրի կնքումից 4 տարի անց համակարգ մուտք գործել չի ստացվում։ Թե ինչպես է ընտրվել Հարմոնիան, եղել են արդյոք մասնակից այլ ընկերություններ, հայտնի չէ։ Ոչ էկոնոմիկայի նախարարությունը, ոչ հավատարմագրման ազգային մարմին ՊՕԱԿ-ը չեն հայտնել այս մասին։ Համակարգի ստեղծումը և ծրագրով նախատեսված այլ ծառայությունները նախատեսվում էր իրականացնել 2020 թվականի հունիսից։ Հարմոնիան աշխատանքն ավարտել է 2021 թվականին։ Համաձայն կառավարության ընդունած վարկային ծրագրի էլեկտրոնային հավատարմագրման համակարգը պետք է պատրաստ լիներ 2022 թվականի հունիսին։ Իսկ համակարգը, ինչպես ասեցինք, մինչ օրս չի գործում։ Հավատարմագրման ազգային մարմինը տեղեկացրել է, թե անհրաժեշտություն է առաջացել լրամշակել համակարգը և 2024 թվականի օգոստոսի 7-ին հայտարարել է նոր մրցույթ։ Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու ընկերություն՝ Smartifier ՍՊ-ն և համակարգն արդեն ստեղծած Հարմոնիա հիմնադրամը։ Նշված աշխատանքն իրականացնելու համար Smartifier ՍՊ-ն առաջարկել է 32 միլիոն 212 հազար դրամ, իսկ Հարմոնիան 35 միլիոն 400 հազար դրամ։ Հաղթող է ճանաչվել Հարմոնիան։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ նախարարությունը մրցույթ չի հայտարարել և էլեկտրոնային համակարգ ստեղծելու համար գումար չի վճարել։ Այսինքն Հարմոնիան աշխատանքն իրականացրել է անվճար, մինչդեռ Հարմոնիային գումար է վճարվել իր կատարած աշխատանքի համար, բայց ոչ էկոնոմիկայի նախարարության կողմից։ Պետությունը Հարմոնիային վճարել է սկզբում համաշխարհային բանկից ստացված վարկային գումարից։ Մինչև տարեվերջ էլ պատրաստվում է վճարել ևս 35.4 միլիոն դրամ։ Սակայն մինչ օրս համակարգը չի գործում և հավատարմագրման համակարգը թվայնացված չէ։ Հարմոնիան նախկինում տապալել է երկու նախագիծ՝ սնանկության էլեկտրոնային համակարգը, որի ստեղծման համար Արդարադատության նախարարությունը վճարել էր 172.8 միլիոն դրամ։ Նույն ճակատագիրն ունի նաև վարչական դատարանի էլեկտրոնային մոդուլը, որի ստեղծման համար վճարվել էր 240 միլիոն դրամ։ Այժմ դրանք չեն գործում։ Փաստորեն հերթական $100,000 է ծախսվել պետբյուջեից 0 արդյունքի դիմաց, և հերթական անհաջող պայմանագիրն է կնքվել պարբերաբար իրեն չարդարացնող գործընկերոջ հետ։ Մարինե Դվոյան, Արարատ Գրիգորյան, Եվրոմեդիա 24։